Տագուի Ղազարյանի և Սիսակ Գաբրելյանի ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Տագուի Ղազարյանը, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, իմ և պարոն Գաբրելյանի առաջարկած նախագծով առաջարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի 22-րդ հոդվածում հանրային հեռարձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից իջեցնել 2-ի հասցնելով։ Սա չի նշանակում, որ հանրային հեռարձակողներ չեն կարող լինել 2-ից ավելին, այս պահին մենք ունենք 5 հեռարձակում, հաշվի առնելով նկատի ունեմ հանրային միջոցներով սպասարկող 5 հեռարձակում, հաշվի առնելով հեռուստատեսությունը եւ ռադիոն, նախագծի արդյունքում ակնկալում ենք միջոցների ավելի արդյունավետ բաշխում, նկատի ունենանք, որ նախորդիվ հանրային հեռարձակողներից մեկի կապակցությամբ պետությունը մեկ անձից գնումով մի ՍՊ-ից տարիների ընթացքում գնում է կատարել առանց մրցույթի շուրջ 3 միլիարդ դրամի եւ կարծում ենք, որ այդ միջոցները այսուհետ կարող են ավելի արդյունավետ ծախսվել եւ նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրօգուտ մեդիա միջավայրի հիմնադրամը այդպիսի միջոցները, այդպիսի կոնտենտի բովանդակության համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է նկատի ունեմ կրթական մշակութային կոնտենտի համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև եւ բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան այդ հանրային միջոցներից օգտվելու եւ ապահովելու մշակութային եւ կրթական բովանդակության բազմազանություն հարցը բավականին երկար եւ մանրամասն քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովում բազմաթիվ բովանդակային, արժեքավոր եւ կառուցողական դիտարկումներ ենք ստացել մեր ընդդիմադիր գործընկեր Տիկին Գալստյանից, այս պահին աշխատում ենք այդ առաջարկների տեխնիկական փոփոխություն, տեխնիկապես դրանք փոփոխելու հնարավորության վրա եւ հույս ունեմ, որ այդ փոփոխությունների իրականացումից հետո մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես կողմ կքվեարկեն, խնդրում եմ դրական եզրակացություն տալ իմ եւ պարոն Գաբրելյանի նախաձեռնությանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար գրանց։ Եղամ Նազարյան։ Մտահոգություն եւ կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը շողակաթ հեռուստաալիքի փակումն է։ Ես ուզում եմ ձեր հստակ տեսակետը այս մտահոգության վերաբերյալ։ Պարոն Նազարյան, դա մտահոգություն եւ կարծիք չէ, այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես այդ շողակաթ ՍՊ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև ինչպես լսեցիք, ինչպես զեկուցման ընթացքում ասեցի, այս տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի եւ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության։ Ես կարծում եմ, որ թե ընդդիմության եւ թե քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրացնել միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը, որը ես այդպիսին եմ համարում, այդ թվում ներառյալ մեր կառավարման 7 տարիները, որի վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ հարցը բարձրացրել ենք թե հրապարակային քննարկումների, թե ոչ հրապարակային քննարկումների ժամանակ, մենք կարծում ենք, որ մրցակցությունը այդ թվում այսպիսի ոլորտներում միայն դրական է ազդում որակի եւ բովանդակության վրա։ Շնորհակալություն։ Համեցեք։ Լավ է, որ ուղիղ եք ասում, բայց
եթե միջոցները արդյունավետ չեն ծախսվել, դա այլ հարց է, օրինակ եթե Մատենադարանը պարզվի, որ միջոցները արդյունավետ չի ծախսվել անցած տասնյակ տարիներին, դա չի նշանակում մենք Մատենադարանը պետք է փակենք, մենք այլ խնդիր պետք է լուծենք եւ ես կոչ եմ անում, վճռական հորդորում եմ հետ կանգնել այդ քայլից եւ մտածել շողակաթ հեռուստալիքը ավելի լավ բովանդակությամբ դարձնելու, քան թե փակվելու, որովհետեւ եթե շողակաթ հեռուստալիքը փակվի, Գեգամ Նազարյանը այլևս չի կարող հանրությանը համոզել, որ կառավարությունը, պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում։ Շնորհակալություն ձեր կոչի եւ հորդորի համար, պարոն Նազարյան, բնականաբար դա չի կարող վերաբերվել այնպիսի ինստիտուտների, ինչպիսին Մատենադարանն է եւ առհասարակ այնպիսի ինստիտուտների, որոնք մրցակցությունից դուրս են, միգուցե եթե նման իրավիճակ լիներ, դիտարկելի լիներ, բայց բնականաբար դա վերաբերելի չէ Մատենադարանին, ինչ վերաբերում է ձեր կոչին, ես իհարկե պարոն Գաբրիելյանի անունից ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, թե դա տեղին է, մանավանդ փակել բառը տեղին չեմ համարում, եթե շողակաթը մնացած մուլտիպլեքսում կազատվի սլոտ, շողակաթ ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական միջոցներ եւ ի վերջո ունի ինստիտուտներ, որոնք իր թիկունքին կանգնած են եւ կարող է մասնակցել, հաղթել եւ թողարկվել մնացածների հետ հավասար պայմաններում։ Ես չեմ կարծում, թե մենք պարտավորություն ունենք արտոնություններ տալ մեկ ՍՊ-ի։ Լիլիթ Գալստյան, համեցեք։ Շնորհակալություն, մինչև հարցի հնչեցնելը ես նպատակահարմար եմ գտնում